ժամանակով ունենա վարորդական իրավունքից օգտվելու հնարավորություն։ Պարոն Ալեքսանյան, եզրափակիչ խոսքի կարիք կա, չկա։ Պարոն Ղազարյան, հարգելի գործընկերներ, քվեարկում ենք ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումները փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ազգային ժողովի լիագումար նիստերի ներկայացնելու համար ովքեր են կողմ դեմ ձեռնպահ չկա Պարոն Ղազարյան, շնորհակալություն Ասում ենք մեր օրակարգի վերջին հարցին վերջին հարցին Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին փոփոխություն կատարելու մասին, օրենքում փոփոխություն կատարելու մասին, երկրորդ ընթերցում հիմնական զեկուցող Հայկ Սարգսյան, պարոն Սարգսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, օրենքի առաջին ընթերցումից հետո այս ընթացքում հիմնականում հնչել է երկու տեսակի քննադատություն իմ հեղինակած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։ Առաջին խումբը պնդում էր, որ սահմանված գումարները բարձր են և պետք է գնալ համաներման ճանապարհով, որպեսզի բանակից խուսափած քաղաքացիները առանց ծառայելու և առանց որևէ վճարում կատարելու կարողանան վերադառնալ Հայաստան։ Երկրորդ խումբը տրամագծորեն հակառակն էր ասում, որ անթույլատրելի է, որ որևէ գումարի դիմաց ազատել քրեական պատասխանատվությունից։ Սկսեմ առաջին խմբից։ Համաներումը անընդունելի լուծում է և խորապես անարդար է ծառայած զինծառայողների, ծառայության ընթացքում վիրավորվածների և հատկապես զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ։ Մենք սա արդեն անցել ենք։ 2021 թվականին ընդունվել է համաներման մասին օրենք։ Այդ պահին բանակից խուսափելու համար հետախուզվում էր 11106 քաղաքացի։ Համաներումից օգտվեց ընդամենը 1360-ը։ Այսինքն համաներումը չլուծեց խնդիրը, այլ ընդամենը ժամանակավոր փակեց աչքերը դրա վրա։ Ավելին, շատ կարճ ժամանակ անց մենք կրկին ունեցանք նույն խնդիրը, նոր քաղաքացիներ, որոնք 27 տարին լրացել էր համաներումից հետո և որոնք հայտնվեցին նույն փակուղու առաջ։ Սա հստակ ապացույցում է, որ համաներումը ոչ համակարգային, ոչ արդար և ոչ արդյունավետ լուծում է։ Հիմա անդրադառնամ երկրորդ քննադատությանը։ Այն քաղաքացիները, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից և շարունակում են մնալ հետախուզման մեջ, ոչ միայն օգուտ չեն բերում պետությանը, այլ տարիներով կտրվում են Հայաստանի Հանրապետությունից իրենց ընտանիքներով հանդերձ։ Մենք կորցնում ենք մարդկային ներուժ, սոցիալական կապեր և տնտեսական ակտիվություն։ Բացի այդ, գործող օրենսդրությամբ 37 տարին լռանալուց հետո քրեական գործերը կարճվում են վաղեմության ժամկետի հիմքով։ Եթե մենք այսօր 27-ից 37 տարեկան քաղաքացիներին այս այլընտրանքը չտանք, նրանք պարզապես ևս մի քանի տարի կմնան հետախուզման մեջ և հետո առանց ծառայելու և առանց վճարելու կազատվեն պատասխանատվությունից։ Այդ դեպքում նրանք ոչ միայն չեն ծառայելու և չեն վճարելու, այլ մեծ հավանականությամբ այլևս շարժառիթ չեն ունենալու վերադառնալ Հայաստան, քանի որ արդեն երկար տասնյակ տարիներ ապրած են լինելու Հայաստանից դուրս։ Վերջին տարիներին 2500-ից ավել քրեական գործ է կարճվել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Այս դեպքում պետությունը կորցնում է և հնարավոր զինծառայողներ, և ուղիղ ֆինանսական մուտքեր, և տնտեսության մեջ առաջացող շղթայական ազդեցություն, քանի որ վերադարձող քաղաքացիները ոչ միայն ուղիղ պետությանն են վճարում, այլ նաև այստեղ ապրում են, կատարում են գնումներ, օգտվում են ծառայություններից և տնտեսական ակտիվություն ստեղծում։ Ամփոփելով ասեմ, իմ առաջարկած մոդելը ոչ համաներում է և ոչ էլ փողի դիմաց հարցի լուծում։ Սա ծառայության այլընտրանքային տարբերակ է, որը վերադարձնում է մարդկանց Հայաստան, ապահովում է ծառայություն կամ պետական բյուջե մուտքեր և վերականգնում է արդարությունը նվազագույն ծառայություն անցածների նկատմամբ։ Հեշտ լուծումը համաներումն է, պետական լուծումը կանխատեսելի, արդար և պատասխանատվության վրա հիմնված օրենքը։ Ես ընտրում եմ երկրորդ տարբերակը, խնդրում եմ այսօր ևս կողմ քվեարկել։ Շնորհակալ եմ։ Եթե առաջին ընթերցման կողմ ենք քվեարկել, բնական է, երկրորդ ընթերցման կողմ քվեարկենք, որտեղ հարցերի միջոցով մենք նաև հասկացանք, որ կա մի ռեսուրս, որը որ կարող է ռեսուրս հանդիսանալ այսօրվա մեր զինված ուժերի համար, ֆինանսական ռեսուրսի մասին է, բայց հարցեր հիմնական զեկուցողին, պարոն Սարգսյան, ես հարց ունեմ, որտեղ դուք ասում եք, որ համաներումը ճիշտ չէր,
Բայց ես հարց եմ տալիս։ Երբ որ գումարի ոչ գումարի դիմաց մարդկանց տվել էին հնարավորություն, որպեսզի օգտվեն 11000-ից 11600-ը, չնայած ես կխնդրեմ, որպեսզի պարոն փոխնախարար, այդ թիվը մի հատ էլ ճշտեք, լիագումար նիստերի ժամանակ, եթե 1600 այդպես է, դա մտահոգիչ է, 1360։ Բայց ես գիտեմ 3000-ից մի քիչ ավել էր, բայց այդ թիվն էլ ճշտենք, վերջին հաշվով, պարոն Սարգսյան, ինչի չեկան այդ մարդիկ։ Փող չէինք ուզում, ասում ենք եկեք համաներվեք եւ դարձեք լիարժեք հնարավորություն ունենք ցեք մասնակցել մեր երկրի հետ կապված խնդիրների մասնակցությանը։ Ուսումնասիրել եք ինչի չեկան։ Շնորհակալ եմ հարցի համար։ Պարոն Քոչարյան, ես ուսումնասիրել եմ դաշտը սկսած 1995 թվականից, որ պայից որ ունենք վիճակագրություն եւ իմ Facebook-յան էջում նաեւ հրապարակում եմ կատարել, ինչի մասին է դա, որ 1995 թվականից սկսած խուսափողների թիվը սկսել է աճել ծառայությունից եւ այդ 1995 թվականին ունեցել ենք բանակից խուսափող 1500 քաղաքացի, թիվը աճել է մի քանի տարում եւ 9 տարի անց 2004 թվականին ունեցել ենք 12000-ից ավել հետախուզվողներ։ 2004 թվականից անցել է 22 տարի։ Այս 22 տարիների ընթացքում հետախուզվողների թիվը զգալիորեն չի պակասել։ Պակասել է 500-ով, ավելացել է 600-ով, պակասել է 700-ով, ավելացել է 400-ով։ Այժմ մենք ունենք 11000 հետախուզվողներ, այսինքն 2004 թվականից մինչ օրս պահպանվում է հետախուզվողների քանակը։ Նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր օգտվել են նախորդ օրենքներից սահմանված կարգի խախտմամբ կամ օգտվել են համաներումից կամ քրեական գործերի ուղղակի կարճվել են վաղեմության հիմքով, ինչպես նշեցի 2500-ից ավելը վաղեմության հիմքով է կարճվել, այլ հիմքերով են քրեական գործերը կարճվել ոչ արդարացնող կամ արդարացնող հիմքերով։ Ինչու՞ չեն մեր քաղաքացիները գալիս։ Ես նաև հանել եմ թե տվյալները տարիքային, թե խուսափողները, պարոն Սարգսյան, խուսափողները ինչ տարիքային խմբում են գտնվում։ Մենք ունենք խուսափող քաղաքացի, ով 57 տարեկան է, այսինքն որ պայն ինքը ներկայանա բացի համալներումից, որ եղել է, ինքը վաղեմության հիմքով գործը կկարճվի։ Ունենք հազարավորները, ովքեր այս պահին մեր համար խնդրահարույց խումբը, ովքեր համաներման տակ չեն ընկել ու մինչև 37-ն են, դա մոտ 8000-ն է, որից 4000-ը չեն կարող այս օրենքից օգտվել, որտեղ 27 տարին դեռևս լրացած չէ, առաջիկայում մենք պետք է փոփոխություն անենք, որպեսզի նրանց էլ հնարավորություն տանք, այսինքն 26 տարեկանից դիված չլինի սպասի, կարող մինչև 27 սպասել, 28-ից հետո չուզենա վերադառնա կամ հնարավորություն չունենա, 4000-ը այդ խումբն են, մինչև 27 տարեկաններն են եւ մոտ 2000-ը այն անձինքին, ովքեր այս օրենքից կօգտվեն, մոտ եւ 2000-ը այն անձինքին, ովքեր կարող են օգտվել նախորդ օրենքից, որը ընդունել են 24 թվականի փետրվարին։ Պետք է աշխատանքներ տանենք, ինձ սոցիալական էջերով շատ են գրում մեր քաղաքացիները, հաճախ նշում են, որ ունեն 2 երեխա կին եւ չունեն ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանան 15 միլիոնով վճարեն եւ կան օգտվեն օրենքից, բայց նաեւ չեն կարող գալ ծառայել, որովհետեւ արդեն ունեն ընտանիք, բիզնես, աշխատանք չեն կարող թողնել։ Կարծում եմ առաջիկայում կարող ենք քննարկել տարբերակներ, որպեսզի մեզ քաղաքացիներին ճկուն հնարավորություն տանք գա գումարի մի մասը վճարի, մի մասը պետությունը տեղը վճարի, ինքը այդ գումարը աշխատանքի միջոցով փակի, բայց սա նաև կարող է խնդրահարույց լինել նրանց նկատմամբ, ովքեր գալիս եւ վճարում են այդ գումարը ամեն դեպքում։ Դուք գիտեք, որ 2 միլիարդից ավել գումար է արդեն մուտքագրվել պետական բյուջե, դա օգոստոսի դրությամբ։ Հիմա արդեն գումարը ավելի մեծ կլինի, հույսով մինչև 3 շաբթի լիագումար նիստը կունենամ թվերը եւ կասեմ, թե այս օրենքից ինչքան մարդ է օգտվել ու ինչքան հավելյալ զինվոր Պայեստազորային եւ գումար ենք ունեցել պետական բյուջե։ Պարոն Սարգսյան, շատ լավ կլինի, որ այդ թվերը հստակ մենք ունենանք, լիագումարիստի ժամանակ, երբ որ ելույթ կունենանք, գուցե հնարավոր լինի հարցերի միջոցով որոշ ճշտումներ անենք։ Ես շատ լավ հասկանում եմ, բանակի տեսանկյունը դա ռեսուրս է, կորած ռեսուրս է համարվում, եւ դա գումարի տեսքով գալիս է եւ կծախսվի մեր բանակի կարիքների համար։ 24 թվականին դուք նշեցիք, որ մենք ոնց որ թե պիլոտային ծրագիր ստացվեց, արվեց եւ 200 հոգի օգտվեցին։ Ձեր ելույթում լիագումար նիստի ժամանակ դուք ասացիք, որ թիվ հնչեցրեցիք, որ եթե մենք սա ընդունենք, այս ամբողջացնենք տարիքային խմբի, դուք նշեցիք նաեւ թվեր, ովքեր կարող են օգտվել, ովքեր պարզապես չեն ցանկություն չեն ունեցել, գան օգտվեն նաեւ իրենց իրավական կարգավիճակը հաստատելու, ասենք մինչեւ 57 տարեկան ունեք լավ, երեխաների քանակ եւ այլն։ Ինչ է կարծում, քանի մարդ կօգտվի այս ընդունելուց հետո։ Դուք 1000 թիվ եք ասում, դա ռեալ չի,
Այսինքն ինչքան օգտվեն այնքան լավ, որտեղ տարբերակված մոտեցում էլ կա այս ամբողջի մեջ։ Կան 1 ամիս ծառեն, 6 ամիս ծառեն, այսինքն իրենք դառնում են մեր երկրի համար մոբիլիզացիոն ռեսուրս։ Նաև քննարկման ժամանակ, եթե հիշում եք, մեր գործընկերներից մի քանիսը ասեցին, գուցե այլ մեխանիզմների մասին էլ մտածենք, այսինքն գումարը ոչ թե վերցնենք, այլ առաջարկենք գումար ներդնեն մեր տնտեսության մեջ, ասենք 50 միլիոն, եթե չեմ սխալվում, Սերգեյ Բագրատյանը եւ Խաչատուր Սուքիասյանն էին առաջարկում, եւ դրա դիմաց, ասենք թե իրավական ինչ որ լուծումներ տանք նրանց այդ ծառայությունից խուսափելու խնդիրը լուծելու համար, բայց շատ կարևոր է ինչքան էլ տնտեսության մեջ գումար դնեն, նրանք պետքա մոբ ռեսուրս դառնալու համար վերադառնալուց պետքա թեկուզ 1 օր իրենք բանակի հետ ունենան առնչություն, հա, ծրագիր անցնեն, ասինքն, 1 ամիս կոնե, որը հնարավորություն կտա նախ դառնա այդ ռեսուրսը եւ երկրորդը ուղիղ կապված լինի մեր երկրի զարգացումների հետ, ինչը կարծում սա բնականաբար կընդունվի, ընդունվելուց հետո մենք կարանք հարստացնենք այս ամենը, մեջը դնելով բազմաթիվ այլ բնույթի առաջարկներ, որոնք մարդկանց գրավչությունը կմեծացնի գալու հետ կապված։ Որտեղ մենք հիմա իրանց ասում ենք, եկեք քրեական հետապնդումից ազատվեք, ես ասում եմ, փող չեն գուզե չեն եկել։ Կարող է 1260 չի, ավելի շատ լինի, բայց դա մեկը խնդրի չի լուծի, 11000 էր։ Մենք մտածում ենք ոնց անենք, որ այդ ռեսուրսը նորից դառնա մաքուր, ստերիլ, երկիր վերադառնալու հնարավորություն չի եղել։ Հիմա այստեղ տալիս են այդ գումարը 200 հոգի տվել են, հիմա մենք մտածում ենք էլի կլինեն մարդիկ, երբ որ մենք իրենց տարբերակված մոտեցում ասենք, 1 ամսից սկսված, ոչ թե ասենք, որ վերջակետը 15 միլիոնն է, չէ, 15 միլիոնն է մեր վերջակետը թիվը, բայց այնտեղ կա նաև ծառայության դիմաց տարբերակված, ունենք տարբերակներ, իմ առաջարկը հետևյալն էր, ելույթ չեմ ունենա, որ սա ընդունելուց հետո, եթե մենք շարունակում ենք, հստակ մի հատ պատկերը ունենանք լիագուհան նիստի ժամանակ եւ այդ պատկերին համահունչ ունենանք էլի առաջարկներ, որոնք այս նախաձեռնությունը կդարձնի ավելի ներառական եւ հնարավորություն կտա այնուամենայնիվ կորցրած ռեսուրսը ոչ թե նայել փողի տեսքով, այլ առաջին հերթին մեր երկիր վերադառնալու տեսքով եւ բնականաբար մեր պահեստազորի համակարգը ուժեղացնելու տեսքով։ Ես ելույթ էլ չեմ ունենա։ Հիմնական զեկույցի ժամանակ բանի, երբ որ կունենանք, շատ լավ։ Հարակից զեկուցման համար ձայնը տալիս եմ Վահագ Ալեքսյան, չէ, Արմեն Խաչատրյան խնդրում։ Շնորհակալություն, իհարկե կոչ եմ անում կողմ քվեարկելի օրենքին, որովհետև սրանից առաջ նախորդ օրենքը արդեն ապացուցել է, որ ինքը բավականին դրական, ոչ միայն գումարի, այլ բավական դրական էֆեկտներ է բերել, եւ պարոն Քոչարյան ավելացնելով ձեր նշած միտքը, այդ միտքը անընդհատ գեներացում է եւ շատ լավ կլինի, որ այս ուղղությամբ եւ իմ գործընկերները եւ կառավարությունը մտածի, որ հաջորդ փոփոխություն այո անենք այն պայմանով, ոչ թե բյուջե փող մուծելու պայմանով, իրենց նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը կամ համարվի, որ զինծառայության պարտքը կատարվել է, ինչ որ ներդրումներ անեն որոշակի չափով կառավարության կողմից սահմանված բնակավայրերում, ցանկը, այն ցանկ սահմանվի, սահմանամերձ բնակավայրեր են, գյուղեր են, եթե մարդը ուզում է օրինակ 20 միլիոնի ներդրում անել, կարող է ներդրում անել օրինակ ներքին Խնձորեսկում, չէ, սահմանամերձ գյուղ է։ Մենք ինչի պետք է արտոնություն չտանք այս մարդուն եւ ասենք, որ դրա դիմաց կարող ենք համարել, որ ինքը որևէ պարտավորություն այլևս պետության հանդեպ չունի, սա ուղղակի միջայլոց միտք է շրջանառության մեջ դնելու եւ պարոն Սարգսյան կարելի է մտածել հաջորդը այսպիսի նախաձեռնությամբ գալ, որովհետեւ արդեն այս նախաձեռնություններով դուք ունեք լուրջ վիճակագրություն եւ ուսումնասիրություններ, նաեւ մեր կառավարության գործընկերներին, որ կարելի է այսպիսի փոփոխություն անել, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, լրացիչ խոսքի կարիք ունեք, մինչև ելույթների համար Քրիստինե Պողոսյան խնդրում։ Չէ, բայց ես ուզում եի կառավարության ներկայացուցիչին էլ տալ, նոր ելույթներին ասնենք։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն, ըստ էության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շատ հանգամանալից ներկայացվեց, նաև առաջին ընթերցման ժամանակ է ներկայացվել թե վիճակագրություն եւ թե ինչ կանխատեսումներ ունեն, եւ կառավարությունը չի առարկում օրենքի ընդունմանը, նաև նշեմ, որ առաջարկություններ կառավարությունը փոփոխության իմաստով որևէ չի ներկայացրել երկրորդ ընթերցման համար, այս տեսքով ընդունվելու
նկատառումները մեզ համար որևէ խոչընդոտ չեն ներկայացնում, միայն օգտվելով առիթից նախորդ հարցադրման հետ կապված ուղղակի մի ճշգրտում կամ այսպես դիտարկում ներկայացնեմ։ Տեսեք, պարոն Քոչարյան, երբ որ մենք ասում ենք, պարոն Սարգսյանն որ ասում է 10,000 հետախուզվողից վերադարձել է 1,300-ը, 1,400-ը մոտ, մենք այստեղ չենք նշում, իրականում 10,000-ից են եկել, բայց 10,000-ից ես գիտեի մոտ 5,000, բայց պարոն Սարգսյան ասեց 4,000։ Դա մինչև 27 տարին լրացածներն են, այսինքն մենք պետք է ընկալենք, որ 6,000-ից կամ 5,000-ից են եկել 1,300-ը։ Այսինքն, եթե մենք հաշվելու ենք, թե քանի տոկոսն է վերադարձել, համաներման արդյունավետության գնահատականը պետք է տալ այս տրամաբանությամբ, որտեղ 27 տարի լրացած, մինչև 27 տարի լրացած անձանց գալու պարագայում այս պահին էլ գործող օրենսդրությունը առանց համաներման խնդիր չի ստեղծում, այսինքն վերադառնալու պահին քրեական գործը կարճվում է եւ ինքը զորակոչի ենթակա է։ Ես գիտեի մոտ 5,000, պարոն Սարգսյան ասեց 4,000։ Ամեն դեպքում դուք, եթե պարոն Սարգսյանի թվերը թարմ են, ընկալում ենք, որ մենք ունենք 6,000-անոց ռեսուրս եւ 6,000-ից է 1,300-ը եկել, այսինքն մոտ 30%, որը ըստ ինձ վատ ցուցանիշ չէ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Իսկ այն առաջարկները, որ հնչեցվեցին իմ կողմից, պարոն Խաչատրյանի կողմից, ոչ թե օրենքի այս բովանդակության հետ կապված, այլ նաև այն խնդիրները, որոնք ավելի գրավիչ կդարձնեն վերադարձի խնդիրը։ Դուք ո՞ց եք նայում։ Կարծում եմ քննարկման առարկա առնվազն պետք է դառնա եւ լուրջ վերլուծության արդյունքներով կառավարության կողմից կներկայացվի առաջարկություններ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Ելույթների համար հերթագրում Տիկին Պողոսյան խնդրում։ Քանի որ հնարավորություն չկար հարց տալու, ելույթով ասեմ, կներեք սիրելի գործընկերներ, որ չեմ կիսում ձեր ինտուզիազմը, պարոն փոխնախարարը եւ իմ գործընկեր պարոն Սարգսյանը մի հատ հետաքրքիր թիվ ասեցին, ու պարոն Սարգսյանը ելույթի մեջ ասում է, որ այս պահի դրությամբ 8,000-ից 4,000-ը դեռ 27 տարին լրացած չի եւ հուսով եմ, որ հաջորդ այդտեն ձևակերպեցիք, հաջորդիվ նորից հնարավորություն կտրվի, որ նորից գան, ես ամեն դեպքում մենք ունենք քաղաքական որոշում եւ ես կքվեարկեմ, բայց ես մնում եմ իմ կարծիքի, որ դա խրախուսում է, պարոն Սարգսյան։ Այն տղան, որ հիմա 22-23 տարեկան է եւ խուսափում է ու չի գալիս, սպասում անեն, որ դուք նորից փոփոխություն անեք, ինքը այդ գումարը վճարի։ Դա այդքան էլ արդար չի։ Ավելի լավ է մենք ձևակերպումն ուրիշ ձևանենք եւ ուղիղ եւ անկեղծ կարողանանք խոսալ, որ կարող ես գումար վճարել եւ չծառայել, ինչին ես էլի դեմ եմ, բայց կարծում եմ այդ ձևակերպումը, որ դուք արեցիք, արդեն միտք է տալիս, որ 22, 23, 24 տարեկան տղաները կարան էլի մնան, չգիտեմ, ուրիշ երկրում, սպասեն մինչև փոփոխություն են։ Հաջորդ խորհրդարանում ես չեմ լինի, բայց հուսով եմ, որ այդ փոփոխությունը նորից չի արվի, անկախ նրանից հիմա ինչ ձևակերպմամբ մենք հնարավորություն տվեցինք ծառայությունից խուսափած մարդկանց վճարել եւ չծառայել եւ վերադառնալ, հուսով եմ այդ տենդենսը չի շարունակվի, որովհետեւ դա միայն խրախուսելու է, որ մարդն ասի, ոչ մի քիչ կմնա, մի 4 տարի էլ կմնա, մի հատ էլ նորից փոփոխություն կանեն, ես նորից կխուսափեմ։ Դա իմ անձնական կարծիքն է, ես կարծում եմ, որ դա միայն խրախուսում է դասալակությանը եւ չծառայելուն։ Եվ դա արդար չէ բոլոր այն տղաների հանդեպ, ովքեր պարտաճանաչ գնում են ծառայության եւ հետո իրենց կյանքը կառուցում են։ Ես չեմ կարծում, որ այդ 8,000 հոգին, որոնք դրսում են, փայլուն մտքեր են, ամենայն ներողություն եմ խնդրում բոլորից, բայց այն կարգի ռեսուրսը, որ հեսա հենց եկավ Հայաստանը ծաղկելու է։ Հայաստանը ծաղկեցնում են Հայաստանում ծառայող, ապրող մարդիկ։ Տիկին Պողոսյան, կիսելով ձեր մտահոգությունը, հիշում եք, մենք նախորդ նիստում մի օրենքի նախագիծ կրթության հանձնաժողովի կողմից դրված շրջանառության, որը նաև քննարկվել է մեր աշխատանքային խմբում, դուք մասնակցել եք, այնտեղ այդ ռեսուրսի մեջի էլի ռեսուրս կար, որը հիմա տալիս են հնարավորություն իրենց գիտելիքներով գան եւ 3 տարվա ըստ էության ծառայությամբ իրենք մասնակից լինեն, հիմա այդ թիվն էլ դուրս կգա, մենք ամբողջական պատկեր ունենալու համար լուրջ վիճակագրություն է պետք այս տարիքային որ խմբում ինչ ունենք, որտեղ 37-ից դուրս է բավականին շատ մարդ կա, որը չի գիտակցում, որ այդ խնդիրը ըստ էության իրավական արդեն իր համար լուծում կա, ինքը կարող վերադառնա,
համապատասխան ձևակերպումները ստանա եւ քրեական հետապնդումից ազատվի, բայց հիմա խոսքը վերաբերվում է այն ռեսուրսին, որի վերադարձի հետ կապված մենք տարբերակված մոտեցումներ պետք է ցուցաբերենք, հաշվի առնելով ձեր մտահոգությունը, դրանից միարժեք կիսում եմ։ Եզրափակիչ ելույթի համար, պարոն Սարգսյան, պարոն Խաչատրյան, չունեք խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, նախ ասեմ, որ գործընկերները, ովքեր կարծիքներ եւ առաջարկներ են հնչեցնում լիագումար նիստի ժամանակ, պարոն Բագրատյանը եւ պարոն Սուքեսյանը որևէ առաջարկ չեն ներկայացրել մինչև այս պահը, ոչ մինչև առաջին ընթերցումը, ոչ մինչև երկրորդ ընթերցումը, եւ ես չեմ կիսում այդ կարծիքը, որ մենք պետք է տանք ներդրումներ անելով այս օրենքից օգտվել հնարավորություն, պարզ պատճառով, որ նախ օգտվողների ցանկություն հայտնողների թիվ չի լինելու կամ շատ նվազի լինելու, որովհետև ինչ են ասում իմ շփումներից քաղաքացիների հետ, նրանք ցանկանում են, որպեսզի հնարավորինս արագ իրենց քրեական գործերը կարճվեն, որպեսզի իրենք հետ չմնան այն կյանքից, որում այսօր ներգրաված են աշխատանքից, ընտանիքից եւ զբաղվածությունից ու հայտնի չի թե ներդրում անել ինչքան ժամանակ պետքա պահանջի։ Եթե օրինակ ձեր օրինակը բերում եք, պարոն Խաչատրյան, եթե ընդդուրեք խնձորեսկում ներդրում կատարի, օրինակ գա խնձորեսկում տուն ձեռք բերի կամ կառուցի, ասենք դա ներդրում է, ազատվի պատասխանատվությունից, հետո վաճառի այդ տունը ու գնա։ Կստացվի, որ ինքը օգուտ չբերեց դրանով։ Ինչ եմ ուզում ասեմ, որ այս առաջարկները, որ այ աշխատողներին տանք արտոնություն, ներդրում անողներին տանք արտոնություն, չգիտեմ, բժիշկներին տանք, ռազմաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին տանք, սրանք 2003 թվականից քննարկվել են կառավարությունում կոմիտեի նիստի ժամանակ, եւ ես ասել եմ, որ հարգելի գործընկերներ, եկեք չվերացենք սա շուկայի, այսինքն չհաշվենք, թե բժիշկ իր աշխատանքով մի տարում ինչքան օգուտ պիտի տա, թուգա 5 տարի բժիշկ աշխատի, դասատուն ինչքան կարող օգուտ տա, ռազմաարդյունաբերության ոլորտի մասնագետը, վերացենք դա դրամի, թող իրենք, եթե էլ ուզում են ներգրավեն այդ ոլորտներում աշխատեն, թող կան ներգրավեն, աշխատեն բժիշկ, ռազմաարդյունաբերության մեջ, ներդրում անեն, բիզնես հիմնեն, վճարեն այս գումարը, որը բոլորի համար կլինի հավասարաչափ, այսինքն որպեսզի մենք չմտնենք այս բաժանումների մեջ ու երկարաժամկետ առաջարկ չանենք, տալիս ենք կարճաժամկետ առաջարկ, վճարում եք այս գումարը, ծառայում եք այսքան ժամկետով, վճարում եք 15 միլիոն, ազատվում եք պատասխանատվությունից, վճարում եք 8 միլիոն, ծառայում եք 1 ամիս, վճարում եք 5 միլիոն, ծառայում եք 6 ամիս, վճարում եք 2.5 միլիոն, ծառայում եք 1 տարի, չեք ուզում վճարեք, ծառայում եք 2 տարի ժամկետով եւ հավասարվում եք ձեր այն հայրենակից տղաներին, ովքեր գնացել եւ ծառայել են, օրենքը չեն խախտել։ Պարոն Տիկին Պողոսյան, հիմա երբ դուք ասում եք, որ սա ստիմուլ է, որպեսզի մարդիկ մնան հետախուզման մեջ։ Ես թվեր եմ բերել, որ 95 թվականից փախնողների թիվը աճել է, 2004 թվականին, երբ ես եղել եմ 11-12 տարեկան, եղել է 12000։ Այդ թիվը չի փոխվել։ Ես չեմ եղել ազգային ժողովի պատգամավոր, հայտարարություններ չեմ արել։ Մարդիկ սպասել են, որպեսզի վաղեմության ժամկետը լռանա, լրացել է գործերը կարճվել են։ 10 անգամ ավելի շատ մարդ ազատվել է քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը անցնելու հիմքով, քան իմ առաջարկած օրենքով։ Եթե նման օրենք ընդունված լիներ տարիներ առաջ եւ նաեւ սահմանային տարիքը բարձրացվեր 18-ից դառներ 40, ինչպես մեր հարևան Իրանում է կամ Թուրքիայում կամ Ադրբեջանում։ Չէ, ծառայության սահմանային տարիքը, այսինքն մարդիկ գնային ծառայության ոչ թե 18-ից 27, որովհետեւ վաղեմությունը չաշխատար 37-ում։ Այլ ծառայությունը լիներ 18-ից 40, օրինակ Հունաստանում 18-ից 45 է, այսինքն եթե մեր մոտ լիներ վաղեմության ժամկետը կգործեր 55-ում։ Այս դեպքում նրանք չէին ունենա ստիմուլ, որովհետև կպատկերացնեին, որ դրանք հայրենիքից դուրս հետախուզման մեջ ոչ թե պետք է ապրեն 9 տարի կամ 19 տարի, այլ 29 տարի, 39 տարի եւ կնվազեր ստիմուլը։ Բայց այդ առաջարկը նույնպես մերժվել է խորհրդարանի կողմից, որով ես առաջարկում եի սահմանային տարիքը բարձրացնել, որպեսզի խուսափողների համար մոտիվացիա չլիներ երկար սպասելը, ցավոք սրտի չընդունվեց։ Ես մի քանի թվեր բերեմ, թե ինչ ովքեր չեն ծառայել վերջին տարիներին։ 19-ից 23 թվականների ընթացքում կարճվել է 3774 գործ ոչ արդարացնող հիմքով։ 18-ից 24 թվականներին քաղաքացիությունից հրաժարվել 11830 արական սեռի քաղաքացի։ Կառավարության որոշումներով 18-ից 24 թվականներին ծառայությունից ազատվել է 2679 քաղաքացի։ Առողջական խնդիրներով պայմանավորված 18-ից 24 թվականներին ծառայությունից ազատվել է 43486 քաղաքացի։
Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին օրենքով 2004-ից 17 թվականներին առավել է գույնը 1.8 միլիոն դրամ վճարելով ծառայությունից ազատվել է 9155 քաղաքացի։ Սահմանված կարգի խախտման թանկացումով օրենքից, որը գործել է 18-19 թվականներին, օրենքից օգտվել է 1429 քաղաքացի եւ ազատվել քրեական պատասխանատվությունից ոչ մի օր չծառայելով։ Սրանք ինչ թվարկում, նրանք են, ովքեր որևէ օր չեն ծառայել։ Արտասահման ուսման մեկնել են արական սեռի քաղաքացիներ, գործուղվել են 2265-ը, որից ըստ նախարարության տվյալների, որոնք պաշտոնական չեն, որովհետև վիճակագրություն ցավոք սրտի չի վարվել, չգիտես ինչու, շատ քիչ տոկոսն է վերադարձել։ Այս բանին հետախուզվող ունենք 11000 քաղաքացի։ Ընդհանուր 88118 քաղաքացիների մասին է խոսքը, ովքեր վերջին տարիներին 18 թվականից կամ 20 թվականից այս կողմ չեն ծառայել, ոչ ծառայել են, ոչ վճարել են, ոչ հետագայում կանչվում են 25-օրյա հավաքների, ոչ հնարավոր է նրանց մոբիլիզացնել հնարավոր կարիքների, պատերազմների դեպքում։ Ինչ է իմ առաջարկը, որպեսզի մենք փակենք այս էջը, տանք հնարավորություն բոլորին, կան օգտվեն, ծառայեն եւ փակենք վաղեմության ժամկետի էջը, փակենք մյուս բոլոր էջերը, որոնք կան։ Տեսեք, ոչ արդարացնող հիմքով ոնց են քրեական գործերը կարճում։ 27 տարին լրացած քաղաքացին, եթե անգամ հայտնաբերվում է, դատարանում ասում է ուզում գնամ ծառայության։ Դատարանը ասում է տարեք ծառայության։ Նա գործուն զղջում է, այսինքն զղջացել են, ոչ չեմ ներկայացել, ինձ տարեք ծառայության։ Զինվորական դատախազը պատասխանում է, որ չենք կարող նրան տալ ծառայության, քանի որ սահմանային տարիքը լրացել է։ Այս դեպքում դատավորը ասում է, եւ ինչու պետք է նա տամ կալանքի օպցի տանի 3 տարի գնա նստի, եթե նա ցանկանում է 2 տարի ժամկետով գնա ծառայի ու զղջում է, որ խուսափել է ու գործուն զղջալու հիմքով քրեական գործերը կարճվում են, հազարավոր գործեր կարճվում են եւ այս քաղաքացին որևէ փոքր իսկ այս օրենքի ընդունումից հետո երբ այս քաղաքացին ներկայանա եւ ասի գործուն զղջացել եմ եւ ցանկամ գնալ ծառայության, դատախազը արդեն ասել է դու ունես հնարավորություն ծառայության գնալու, գնա 2 տարի ժամկետով ծառայության եւ կարճվի գործը։ Եթե այս դեպքում նա հրաժարվի, արդեն կենթարկվի քրեական պատասխանատվություն։ Պարոն Սարգսյան, ասեմ ձեզ, որ օրենք ընդունելուց հետո մենք կունենանք հնարավորություն ինչ-որ ժամանակահատված հետո արդյունքները վերլուծվի եւ տեսնենք ինչ արդյունքի հասանք այդ մտահոգությունները իրականում մենք փարատեցինք թե ոչ։ Պարոն Սարգսյան, դուք բան ունեք ասել։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, քվեարկության եմ դնում Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումների փոփոխություններ կատարելու մասին, օրենքում փոփոխություն կատարելու մասին, պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը երկրորդ ընտրությամբ ընդունելու հանձնաժողովի ընդունելու դեպքում լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը ովքեր են կողմ դեմ ձեռն պաչկա եւ վերջին քվեարկությունը Հարգելի գործընկերներ, ովքեր են կողմ դրական եզրակացություն ստացած ասովանիստի օրինագծերը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն կողմ դեմ ձեռն պաչկա օրակարգը սպառվել, շնորհակալություն։